Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում, այսպես ասենք, հրապարակայնորեն մեղադրում էր մեր սրբազաններին, մասնավորապես Բագրատ սրբազանին, կարծեմ ինչ-որ չափով ծանոթ եք իր ելույթին, կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ես այնուհետև մի քանի մեջբերում կանեմ եւ կխնդրեմ մեկնաբանեք, համեցեք։ Ես կարծեմ այդ ելույթը իսկապես խայտարակություն էր որպես մի երկրի ղեկավար, ամոթալի է, երբ տեսնում ես Նիկոլ Փաշինյանին, այսինքն Եվրոպայի խորհրդարանում ելույթ ունենալիս եւ այդ ոճով, այդ արտահայտություններով, այդպես ասած ակտակներով, որոնք կատարում է, իսկապես ամոթալի է որևիցե երկրի ղեկավարի համար։ Չեմ կարծում աշխարհում դուք կարող եք գտնել որևիցե երկրի ղեկավարի, ով այս ամբողջ ճանապարհը կտրի հասնի Եվրոպա, փոխարեն համաշխարհային կարևոր թեմաների անդրադառնալու, երկրի կարևոր թեմաների անդրադառնալու, հիմնականում կարևոր հարցերի անդրադառնալու մտնի այնպիսի մանր մունր թեմաների մեջ, ինչպեսին հավանաբար խոսենք դրանց մասին, դրանց մեջ մտավ թե Նիկոլ Փաշինյանը սկսեց դրանց մասին խոսել եւ կարծում եմ դա իր վախերից է գալիս, իր մտահոգություններից է գալիս, այն ամենի պարտությունից է գալիս, որ այս վերջին ամիսների ընթացքում ինքը կրել է եւ հիմա կարծում եմ այդ ամբիոնը հարմար առիթ էր գտել, որպեսզի կարողանա մի տեսակ ամեն ինչից հեռու փորձի դատարկել իրեն, բայց դե ամեն դեպքում ինքն է վերջին հաշվով խայտարակվող, հիմա կարող է այնտեղ կանգնեն իր համար ծափահարեն, ես ինչ գիտեմ ինչ անեն, բայց վերջին հաշվով մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում եւ կարծում եմ միջազգային առումով ասում ուղղակիորեն խայտարակություն էր, երբ քո երկրի ղեկավարը գնում կանգնում մի այլ երկրի մոտ քո խոհանոցային ներքին հարցեր տանում է այդտեղ ուրիշտեղ սկսում է արծարծել։ Մի հատ պատկերացրեք, եթե օրինակի համար եմ ասում, ընդդիմադիր մի падգամավոր նման ոճով ելույթ ունենար, ասենք Եվրոպայի խորհրդարանում, ինչպիսի անդրադարձ կունենար դա Հայաստանում այդ իշխանությունների կողմից, ինչ վերագրումներ կանեին այդ падգամավորի հասցեին, ինչեր կասեին, թե որ գնացել ես, ես ինչ գիտեմ Եվրոպայի խորհրդարանում ինչերի մասին եք խոսում, բայց դե տեսնենք Նիկոլը գնում է հենց նույն ոճով ելույթ է գալիս, շեշտում եմ դա կարծում եմ իր վախերից պատճառով է հիմնականում։ Տեսեք ինչ ասում, մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ arczepiskopos-ներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել, ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը։ Այս խայտարակ բառապաշարով վեհափառ հայրապետի մասին խոսել եւ ըստ էության եւս մեկ անգամ վերահաստատել, որ ինքը անձնապես փակել է Ղարաբաղյան շարժման թեման, խնդրեմ այս մասով մի փոքր ավելի մանրամասն ձեր տեսակետը։ Եկեղեցու թեմային, որ անդրադարձավ, ես կարծում եմ մի տեսակ փորձում էր արդարացնել, պատճառաբանել իր այդ արշավը, որը սկսեց ձախողած արշավը, պարտված արշավը, որ ինքը մի քանի ամիս առաջ սկսեց եւ բացարձակ ձախողում ունեցավ եւ պարտություն կրեց հիմնականում, փորձում է արդարացնել, քանի որ վերջի շրջանում եթե հետեւած լինեք, գիտեք միջազգային առումով ոչ միայն որից ընդառաջում չգտավ իր այդ շարժումը, ներսում ոչինչ Հայաստանի ներսում ընդառաջում չգտավ, նաև միջազգային առումով ինքը փորձ կատարեց տարբեր առիթներով նախաճաշ կազմակերպելով, ես ինչ գիտեմ, իր պատվիրակներին ուղարկելով Միացյալ Նահանգների այդ նախաճաշին, այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի կարողանա այդպես ասած արդարացնել իր արածը, բայց ամենտեղ ձախողում եղավ, ոչ միայն ձախողում եղավ, այլ ընդհանրապես սկսեցին դատապարտել եւ կոշտ հայտարարություններով իր հասցեին հանդես գալ, որ ինքը իրավունք ունի եւ թույլատրված չի որպես երկրի ղեկավար մտնել եկեղեցու կյանքի մեջ եւ նման ոչի արշավը սկսել եկեղեցու դեմ։ Հիմա կարծում եմ ինքը եկել կանգնել էր Եվրոպայում միջազգային հանրության մոտ, փորձում էր այդպիսի մեղադրանքներ ուղղելով եկեղեցուն արդարացնել իր պայքարը, որ տեսեք, եթե ես պայքար եմ սկսել, ես իշխտեմ արշավ եմ սկսել եկեղեցու դեմ, որտեվ այդ մարդիկ խաղաղությանը դեմ են եղել, պատերազմի, ես ինչպես եմ կուսակցություն են եղել պատերազմի, ես չգիտեմ ինչ էր ասում, խմբավորում են եղել, փորձել են խաղաղության օրակարգը այո, խաղաղության այդ օրակարգը տապալեն եւ հիմա փորձում է դրանով արդարացնել, ասի որ ինքը տեսեք ես ճիշտ էի անում, որ պայքար էի տանում, եթե այդ միջոցին չի էլ այդպես ասած վարանում կանոնները խախտելու այդ թեմաների մասին խոսել, բայց դե բոլորս հիշում ենք, որ այն պահին, երբ 2024 թվականի մայիսին, երբ Բագրատ Սրբազանը սկսեց այդ շարժումը, ձևավորեց այդ շարժումը, առաջի գործը, որ արեց, իր եկեղեցական ամբողջ պաշտոնները վայր դրեց, լիազորությունները վայր դրեց, քանի որ արդեն իսկ այդ մտահոգությունը կար, որ կարող է դա ամեն կերպ վերագրվել եկեղեցուն եւ որևիցե դեպքում չի եղել ասին կաթողիկոսից որևիցե հայտարարություն, որ ինքը ուղղակիորեն պաշտպանում է այս շարժումը, կանգնած է այս շարժման կողքին եւ Բագրատ Սրբազանը ամեն ինչ արեց այդ շարժման ընթացքում, որպեսզի որևիցե առնչություն չլինի իր շարժման մեջ, ինքը որպես մարդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մի հայ հոգեվորական, քրիստոնյա հոգեվորական զգալով այդ մտահոգությունը, իր ուսերի վրա վերցնելով այդ բեռը, այդ շարժումը ձևավորեց
եւ գնաց առաջ ամեն դեպքում չեմ կարծում սա եկեղեցուն կապ ունենար հիմա Նիկոլը փորձում է ամեն կերպ ինչ-որ ձևով կապեր գտնել միացնել եկեղեցուն եւ հիմա արդարացնել իր այդ պայքարը որը կարծում եմ լրիվորեն անիմաստ է ինչ Ղարաբաղյան շարժման կապակցությամբ դա էլ կրկին ամոթալի երևույթ է կանգնել ասել դե գիտեք այլևս Ղարաբաղի էջը փակված է Ղարաբաղցիները չեն կարող վերադառնալ Հայաստան Այո, ասում է կարևորագույն Արցախ չեն խնդիրներից կարող վերադառնալ Այո, պիտի մնան Հայաստանում սա ուղղակիորեն կարծում եմ հերթական անգամ այն ուղերձն է որ ինքը հղում է Ադրբեջանին որ եկեք այս թեման ես այստեղ կփակեմ դուք էլ արևմտյան Ադրբեջանի թեման փակեք բայց տեսնում եք Նիկոլը ամեն անգամ որ այդ թեման փակում է եւ պաշտոնապես նման հայտարարություններ է կատարում եւ դրանք որպես փաստ արձանագրվում են բայց դիմացի կողմից դուք որևիցե անգամ չեք տեսնի որ Ալիևը կանգնի միջազգային որից է մեմում հստակ կերպով ասի ինձ համար էլ փակված է օրինակի համար արևմտյան Ադրբեջանի թեման ես այլևս այդ թեման չեմ հետապնդում ընդհակառակը տեսնում եք տարբեր կողմնակի կերպերով անուղղակի կերպով անշարունակաբար փորձում են վառ պահել այդ թեման հարմար առիթի սպասելով եւ կարողանան այսինքն այդ թեման բերել եւ հրապարակնել հենց դրան էլ էի ուզում անդրադառնալ իր խոսքից մեջբերում կարևորագույն խնդիրներից այնն է մեր որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի ու եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով մեր ռազմավարությունն այս հարցում հստակ է Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանում խնդրեմ այս մասով ձեր տեսակետը նույնիսկ այդ քաղաքացիության հարցում էլ եթե նայեք վերջին հարցում իրենք եթե ներսում նայում ենք լուրջ խնդիրներ են առաջացնում քաղաքացիություն տալու հարցում մտահոգություն ունենալով հավանաբար հաջորդ ընտրությունների կապակցությամբ նույնիսկ իր այդ հայտարարության մեջ էլ Նիկոլը այդ իմաստով անկեղծ չի եւ էլի սուտախոսում էլի խափում հանրությանը եւ կարծում եմ այդ իր հայտարարությունը հիմնականում ուղերձ էր հղված ասենք Ադրբեջանին մեկ անգամ եւս հիշեցնելով որ ինքը պատրաստ է այս թեման մեկ ընդմիշտ փակելու եւ թույլ չտալու որպեսզի արցախցիները վերադառնան իսկ դիմացից ինքը Ադրբեջանից ակնկալիքներ ունի որը չի կատարվում նման նույն սխալ ինքը թույլ տվեց ասենք ժամանակին Պրահայում եւ հայտարարեց այսինչ գիտեմ Արցախը Ադրբեջան է եւ վերջ հույս ունենալով ինչ որ խնդիրներ կլուծվի բայց չլուծվեց հավանաբար այնտեղ պետք է Ադրբեջանն էլ հայտարարեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կիլոմետրերով ճանաչեր ինքը ճանաչեց Ադրբեջանին բայց Ադրբեջանը մինչև այսօր հրաժարվում է շատ հստակ կերպով հայտարարելու որ մենք ինչպիսի սահման ունենք որտեղ է սկսվում ավարտվում Հայաստանը որտեղ է սկսվում Ադրբեջանը որից անգամ դուք չեք տեսնի Ալիևից որ նման հստակ կիլոմետրերով հայտարարություն արած լինի քանի որ միշտ ամեն դեպքում այդ տեղը բաց է թողնում իր համար հնարավորությունը բաց է թողնում որ ապագայում կարողանա դրա վրա ինչ-որ մանևներ անել եւ աշխատանք տանել բայց Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ միշտ փակում է թեմաներ հիմա նման հայտարարություններ կատարելով որ ասում եմ ուղղակիորեն խայտարակություն կա իր համար Ասում եմ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Թուրքիան ու Ադրբեջանը դեռ չեն օգտվել այս հնարավորությունից։ Ավելին, ինքը նշում է, որ Հայաստանը պատրաստ է Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը եւ սա կապում է նաեւ TRIP-ի հետ, ասելով, որ ենթադրում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտածում են մասնավորապես կարող է TRIP-ի նախագծի իրագործմանը ձգձգման պատճառ դառնալ, եթե իրենք օգտվեն այս հնարավորությունից։ Խնդրեմ այս մասով ձեր խոսքը։ Սա կարծում եմ այլընտրանքային ճանապարհն է, այսինքն վերջում մեկ անգամից պարզ է դառնում, որ հիմնականում թրիփ այդ միակ ճանապարհը չի, որ Նիկոլը փորձում է տալ, ամբողջ Հայաստանը վերևից ցածից, այսինքն ամբողջ Սյունիքի տարածքը ինքը փորձում է ճանապարհներով, տարապարներ տրամադրելով կապել, այսինքն Ադրբեջանը Նախիջևանի, եւ կարծում եմ բոլորիս համար ուղղակիորեն պարզ է, թե դա ինչպեսի վտանգ է ստեղծում։ Ներքևից թրիփի ճանապարհն է տալիս, վերևից, ասենք այդ ճանապարհն է հիմա առաջարկում, եկեք գնացեք։ Հիմա ես չգիտեմ թրիփի դեպքում ինչ խնդիր կա, որտեղ նույն ճանապարհը կարելի է նույն նպատակով օգտագործել հիմա ինքը ուրիշ այլընտրանք է բերում թրիփի համար ներկայացնում հավանաբար ինչ որ գուցե դժգոհանքներ կա Ադրբեջանի կողմից կամ այն ձևաչափը որ Ադրբեջանը պահանջ ա դրել որ պետք է դրանով այդ թրիփ ճանապարհ իրականացվի թրիփի դեպքում իրականություն չի դառնում իրենց պահանջները բայց փորձում է Նիկոլը այլ կերպով այսպես ասած մեկ այլ ճանապարհ առաջարկելով այդ պահանջներին բավարարություն տալ Ադրբեջանին ամեն դեպքում մենք չգիտենք կուլիսներում իսկապես ինչ է տեղի ունենում ինչ է կատարվում կարևոր հայտարարություն երեք այդ ելույթի ընթացքում Նիկոլը կատարեց, հիմա չգիտեմ շատերը նկատեցին թե չէ, հենց նույն Կիրանցում սահմանազատման սահմանագծման այդ կապակցությամբ երբ խոսում էր, այնտեղ ասեց, որ 2024 թվականի մարտ-ապրիլին մենք կանգնած ենք եղել մեր պետականության եզրին եւ դրանից հետո որ ինքը սահմանագծում սահմանազատում է կատարել։
Ինչի մասին է խոսում Նիկոլը, այսինքն այդ 2024 թվականի մարտ-ապրիլին ինչ ա եղել, որ ինքը պարտավոր ա եղել սամը։ Մենք եթե գնանք այդ օրերի ուրեմն նայենք լրատվությունը, շատ հստակ կերպով Ադրբեջանի կողմից սպառնալիքներ կային, արդեն բոլորիս համար պարզ է, որ այդ սահմանակցում սահմանազատումը Նիկոլը երեք ինքը արդեն իսկ հաստատեց, որ դա բոլորովին էլ, այսինքն իրականության մեջ կամքով չի եղել, այդպես չի եղել, որ ինքը սահմանագծում, սահմանազատում, խաղաղություն, սահմանները գծենք, բարձենք ինչ ա լինում, շատ հստակ կերպով մի տեսակ Ալիևը կարծես այդպես ատրճանակը դրել է գլխին, ասել կամ կգաս այստեղ կսահմանազատես ինչ որ ուզում եմ կտաս, կամ թե չէ հարձակվում ենք, պատերազմ ենք սկսում, հիշում եք այդ ժամանակ էլ արդեն ուրեմն Բագրատ Սրբազանի շարժումը կամաց այդտեղ ձևավորվում էր, եւ այս մարդ Նիկոլն էլ վախենալով, որ կարող է դա ինչ որ շարժում ձևավորելու համար հիմք ծառայել, գնացել է սահմանազատման սահմանակցման։ Իսկ կարծում եմ այդ իր հայտարարությունը պետք է խոշորացված կերպով մենք նկատի անենք, որտեղ դա ընդհանրապես խաղաղության մասին չի խոսում։ Շատ հստակ կերպով Նիկոլը գուցե չիմանալով խոստովանեց, որ այդ սահմանագծում սահմանազատումը հստակ սպառնալիքների տակ է կատարվել, իսկ սպառնալիքների տակ կատարված սահմանագծում սահմանազատումը շատ պարզ է, որ ընդհանրապես այդտեղ որևիցե արդարություն չի կարող լինել, հավասարություն չի կարող լինել։ Եթե դիմացինդ քեզ պարտադրում է պիտի գաս իմ ուզած ձևով սահմանագծում սահմանազատում անես, պարզ է, որ ինքը ամեն դեպքում հասնելու է իր նպատակին, ինչպես որ ասենք իրանցում է հասել, եւ փաստը այն որ դրանից հետո այլևս ուրիշտեղ սահմանակցում չի կատարել, այսինքն օրենքով պետք է դա շարունակվեր, գար հասներ, ասինքն մինչեւ ասենք ջերմուկ այդտեղ այն բաժինը, որ հիմա Ադրբեջանն է մխրճված մեր տարածքի մեջ, պետք է իրենք հետ գնային այդ տարածքները ազատային վերահսկողներին Հայաստանին, բայց տեսնում ենք դա չի շարունակվել եւ հենց Կիրանցում մնացել է, հիմա Նիկոլը այդ Կիրանցում կատարված այս սահմանագծումն էլ հիմա 3 փորձում էր ներկայացնել որպես խաղաղության խորհրդանիշ, դա ներկայացնել։ Հիմա, բայց ասում եմ իր հայտարարությունը կարծում եմ շատ հստակ կերպով հիմք է ծառայում դրա համար, որ այդ ամեն ինչը կատարվել է շատ լուրջ սպառնալիքների տակ եւ սպառնալիքով ստեղծված այդ խաղաղությունը, այդ կեղծ սահմանագծումը բնականաբար մեր շահին չի կարող լինել։ Անմարգարյան, տեսեք, մենք այս օրերին տեսնում ենք, որ ինքը, այսպես ասենք, հա, մի ավտոբուս հավաքել եւ մարզերով է պատտվում, որտեղ ըստ էության այլևս նյարդերը տեղի են տալիս եւ գորգորում է մեր հայրենակիցների կամ ինչպես ինքն էր ասում 3 միլիոն վարչապետերից մի քանիսի վրա, ովքեր հրապարակայնորեն հայտարարում են, ուղիղ իր դեմքին ասում են, որ վեհափար հայրապետը մեր կաթողիկոսն է, 100,000-ավոր եւ ավել հայերի կաթողիկոսն է։ Տեսնում ենք իր պահվածքը, այսպես հունից դուրս եկած գոռում է, որ եւ քաղաքացին ուղակի հստակ ասում է հանուն արդարության այս ճանապարհը դուք չեք սարքել, ասում է բերել ենք ասֆալտ ենք արել, դուք չեք տեսնում, բայց այ Դուբայի, Ֆրանսիայի, Իտալիայի տները տեսնում եք։ Խնդրեմ այս մասով, այս հունից դուրս գալը, այսպես գոռգռալը, ինչով է պայմանավորված։ Իսկ գնանք միջև այդ բաժին անցնելը, քանի որ մենք իր ելույթի մասին ենք խոսում, մեկ հատված է կարծում եմ իր ելույթից կարևոր է։ Ես դրան անդրադառնամ, հետո ձեր այս հարցին կպատասխանեմ։ Խնդրեմ, համեցեք։ Ուրեմն ելույթի ընթացքում, երբ խոսում էր Իրանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ինքը այդպես մի հայտարարություն էր, որ Հայաստանը համեստ փոքր երկիր է, մենք բացի աղոթել կամ ուրիշ բան չենք կարող անել, այդպես խաղաղություն, այդպես տեսակ ինչպեսի փոքրացած այդպես Հայաստան ներկայացնելով որպես համեստ երկիր, այդպես էր արտահայտվում։ Ես միայն ուզում եմ հիշեցնել, որ նույն 2020 թվականի հունվարի 5-ին ինքը Արտանիշ Լեռն էր բարձրացել, եթե հիշեք, այդ օրերին ուրեմն էլի միջադեպ էր տեղի ունեցել ուրեմն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփը պես ասած սպանել էր Ղասեմ Սոլեյմանին, խնդիրներ են առաջացել եւ ինքը փոխարեն ցավոքություն արտանելու այդ օրը բարձրացել է Արտանիշ լեռը եւ այնտեղից այդպես հոխոր տալով խաղաղության կոչեր էր անում լեռան վրայից, մի տեսակ միջնորդական կոչեր էր անում։ Հիմա ուղղակի 2020 թվականի հունվարի 5-ին իր այդ կոչերից, որ հնչեցնում էր, հիմա եկել ենք պաստորեն հենց իր ասությամբ, ուզեմ իր խոսքերը բերեմ որպես ապացույց, հասել ենք միտեղ, որ փոքր համեստ երկիր ենք։ Սա կարծում եմ պետք է արձանագրել, որ արդեն այս ինքն է ասում, իրեն փորձենք իր 2020 թվականի հունվարի 5-ի հայտարարությունը Իրան Միացյալ Նահանգների միջադեպի հետ, բերեք համեմատեք իր երեկվա կատարած հայտարարության հետ, կարծում եմ ինքը արդեն շատ հստակ կերպով խոստովանում է, որ իր օրոք Հայաստանը կառնվածը վերջին 5 տարվա ընթացքում վերածվել է փոքր համեստ մի երկրի, որ ընդհանրապես ասելիք չունի, բացի մի անկյունում նստելու, աղոթելու, որ հանկարծ մի բան չպատահի, այդպես դա չգահացնի Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում այդ հոխորտանքների, որ ինքը հնչեցնում էր, ես կարծում եմ դա հիմնականում այդ մի տեսակ նյարդայնությունը, որ ունի ժողովրդի հետ ինքը շփվելուց, գալիս է կարծում եմ իր վախերից, որտեղ վերջին սոցհարցումները կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ ինքը նայում է ամեն դեպքում
Այն որ ներկայացնում են հրապարակում, դրանք չեմ կարծում են իրական ցուցանիշներ լինի, որ իրենք ունեն, իրենք շատ հստակ կերպով գիտեն որտեղ են կանգնած, ինչպիսի վարկանիշ ունեն։ Փաստն էլ հենց այդ շփումները, որ ժողովրդի հետ ունեցավ, կարծում եմ իր համար շատ անակնկալ է, որտեղ ինքը որտեղ գնում է բեմականացված կերպով այնպես է լինում, որ իրեն գոհ ընթառաջում են, գնահատում են, ինչ լավն է, ինչ լավ բաներ կատարել, ասֆալտ է կարել, փորձել իր այդպես ասած աշխատանքները մեծացնելով, չափազանցնելով իր համար քարոզարշավ կազմակերպեն, բայց արդեն 2 շաբաթ է ինքը բախվում է նման երևույթների։ Նախորդ շաբաթ երբ գնացել էր այդ խանութ-պանը թույլ տվեց, որ ներս մտնի խանութ եւ դուրս արեց խանութից պարզապես, իսկ այս շաբաթ էլ արդեն հանդիպես նրան, որ ասում է, որ այդ ճանապարհը 30 տարի առաջ է նախկիների օրոք է 2017-2018-ին ասֆալտապատվել, ձեր օրոք չի ասֆալտապատվել եւ հիմա արդեն հետո ինքը այդտեղ նյարդները տեղի չտվեց ու սկսեց հոխորտալ։ Կարծում եմ սա ուղղակիորեն վկայում այն հոգեվիճակի մասին, որ իրենք այս պահին ունեն, վարկանիշի խիստ անկում, ընտրությունների սեմին, փորձում են քարոզարշավ իրականացնել, ես եմ պերաշկի կուկուրուզ ուտել, ես իհտեմ սուջուխ կրծել հանրության դիմաց, վարչաբեն կազմակերպել, էլ ինչ ասես անում են, որպեսզի կարողանան մի տեսակ վարկանիշը բարձրացնել, բայց հետո գնում են ժողովրդի հետ շփվելուց բախվում են նման երևույթների եւ կարծում եմ շատ տրամաբանական է Իրանի արտերից դուրս գալը, քանի որ ինքը ամեն ինչ անում է, որ վարկանիշը բարձրացնի, բայց հիմա տեսախցիկների դիմաց հավանաբար այս բային լայվել է եղել, չի կարողացել ոչնչանի, նման երևույթնի է բախվում, կարծում եմ դա արդեն բնական է, որ պետք է նյարդներ տեղի տային եւ հունից դուրս գար։ Այսինքն ինքը իրապես տիրապետում է սոցհարցումներին, իրական հարցումներին եւ այն ամենը, ինչ իրենք հրապարակում են, պարզապես ուղղակի կեղծիք է, ավելին կա տեսակետ, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հակա, այսպես ասենք, ռեյտինգը հավասարազոր է 2018-ի ռեյտինգի հետ, այսինքն ամբողջությամբ ինքը, այսպես ասենք, գետնին է հավասարեցրել իր ռեյտինգը։ Գիտեք, այդ սոցհարցումների 2 պարագա հրապարակվեց, եթե չեմ սխալվում, վերջի շաբաթների ընթացքում, մեկ շաբաթվա ընթացքում, որոնք ցույց են տալիս ինքը բարձր ռեյտինգ ունի, այսինքն ամեն դեպքում հաղթող է դուրս գալու ընտրություններում։ Կարծում եմ բեմականացված հարցումներ են, հիմա չեմ կարծում շատ կարող է դրանք այդպես ասած հիմք ծառայել, որտեվ նման սոցհարցումներ, ասենք ընդդիմությունն է կատարում, այնտեղ ընդդիմությունն ավելի բարձր լինում։ Կարծում նախագահ Քոչարյանի հայտարարությունը, որ վերջին ոդքասթի ժամանակ արեց, ամենաճիշտ ասեմ գնահատականն է, որ այդ սոցհարցումները ոչ թե իրական պատկերն են ցույց տալիս, ոչ թե ժողովրդի պատկերն են ցույց տալիս, ինչպիսի կարծիք ունի, այլ ուղղակիորեն նպատակ ունեն ազդել ժողովրդի կարծիքի վրա։ Հիմա այս պրոպագանդայի մեջ, որ իրենք կազմակերպում են այդ համակարգը, որ ստեղծել են, փորձում են նման սոցհարցումներով ազդեցություն գործել ժողովրդի կարծիքի վրա։ Հիմա մի տեսակին համոզել, որ իրենք բարձր վարկանիշ ունեն, դա ուղղված է ուղղակիորեն իրենց աջակիցներին, որ մի հուսահատվեք, մի հուսահատվեք, մենք բարձր վարկանիշ ունենք, տեսեք սոցհարցումները ինչ են ցույց տալիս, իսկ մի այլ բաժինն էլ նաև այն չկողմնորոշված խավին է թիրախավորում, որը չգիտի ընտրությունների մասնակցի չմասնակցի դեռ որոշում չունի, բայց հիմա այդ արդյունքները հավանաբար տեսնելով պիտի այնպեսի պատկերացում կազմի, դե այս անգամ էլ Նիկոլը հաղթած է, Նիկոլը արդեն հաղթել է ընտրություններում, ուրեմն մենք գնանք, ինչու գնանք մասնակցենք ընտրություններում, մասնակից դառնանք այս գործընթացին, հետեւաբար չգնանք, ինչը կարծում եմ հենց Նիկոլի ցանկությունը եւ նպատակը դա է, հիասթափեցնել ժողովրդին, չգնալ ընտրությունների, տպավորություն ստեղծել, որ ինքը մեկ ամեն դեպքում հաղթելու է։ Ես կարծում եմ չպետք է շատ այդպես վստահել այդ արդյունք վարկանիշ այդ սոցհարցումների, որոնք հրապարակվում են, ասում եմ, փաստը հենց այն պահվածքը, որ ինքը ցուցաբերում այդ նյարդայնությունը, որ իր մեջ կա, այդ ամբողջ աշխատանքը, որ կազմակերպում են քարոզարշավը, կարծում եմ հենց խոսում այդ մասին։ Եթե չէ բարձր վարկանիշ ունեցող ժողովրդի կողմից սիրված ընտրություններում, ես գիտեմ, +50 ձայն հավաքող ուժը ինչու պիտի այսքան շուտ այս ոչի քարոզարշավը սկսի, այսինքն ավտոբուսի մեջ նստած ամեն շաբաթ փորձեն այս կողմից այն կողմ գնալ։ Հիմա ընդդիմությունը անում է, ասենք, այո, որտեղ ընդդիմությունը փորձում է իր տոկոսները բարձրացնել, բայց դու վստահ ես, որ այդ ամբողջ տոկոսներն ունես, այս ոչի քարոզարշավ ընդհանրապես մի քիչ տարօրինակ է։ Սա խոսում է, կարծում եմ, այն մասին, որ այո, իրենք հստակ տվյալների են տիրապետում, որ իրենց վարկանիշը հիմնականում բավական ցածր է եւ լուրջ խնդիրներ ունի։ Պարոն Մարգարյան, քանի որ առիթ չենք ունեցել ձեզ հետ այս հարցի հետ կապված խոսելու, այսինքն հիմա նաև ինքը չկարողացավ ժողովրդի վրա ծախել, այսպես ասենք, այդ ներողություն ուղղակի այսպես կենցաղային լեզվով են հաճախ ասում, անկնիկ լինելն էլ, մենք տեսանք, որ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ գնում է կառավարական տնից, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր խոսքը։ Ասեք, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան այդպես վարկ։ Հիմա Աննայի այդ բաժանվելը մի տեսակ տարօրինակ ծիծաղալի երևույթ է, որտեղ ընդհանրապես այդ մարդիկ ամուսնացած չէին, որ ամուսնալուծվեն, հիմա իրար կողքի մեկ հարկի տակ ապրում էին, 4 հատ երեխա ունեին, բայց հիմա
ամեն դեպքում ինքը փորձում էր իրան ներկայացնել վարչապետի տիկին կամ առաջին տիկին։ Հիմա այդ կարծում եմ սա բոլորովին մի տեսակ մի անգամ էլ ասել եմ, երկու նպատակ է հետապնդում։ Մեկը Աննայի շատ ուժեղ հակառեյտինգն է, որ ինքն ունի բացասական վերաբերմունքն է, որ ժողովրդի մոտ կա։ Կարծում եմ իրենք այս նույն այս սոցհարցումների ընթացքում հասկացել են, որ Աննայի ներկայությունը Նիկոլի կողքին ոչ միայն չի օգնում Նիկոլին, այլ ընդհակառակը ավելի բարդացնում իրավիճակը, հետաբար ժամանակավորապես Աննային տանել, չեզոքացնել եւ այնպես անել, որ հանրության ուշադրության կենտրոնում չլինի, կենտրոնալ միայն Նիկոլի վրա, եւ Նիկոլը փորձի գործերով ռեյտինգը բարձրացնել, գուցե ավելի արդյունավետ իրենց համար աշխատանք լինի։ Հիմա տեսնում եք, Աննան գնացել է, ակտիվությունը բավական պակսել է Facebook-ում, այդ գրառումները նախքին այդ ակտիվությունը չունի։ Հիմա մի քիչ հետո էլ հանրությունը հավանաբար այդքան էլ ուշադրություն չի դարձնելու իրան։ Գուցե ինչ որ այդպես հավանականություն էլ կա, որ հաջորդ այս ընտրությունների ժամանակ ինքն էլ փորձի ակտիվանալ այն խավը, որ ինքը այդ կրթվել է նորաձև շարժման միջոցով այդ ցանցերը, որ ստեղծել է, դրանց սկսի ակտիվացնել եւ բերի ուրեմն միասնի ընտրությունների ժամանակ փորձի այդպիսով կողքից օգնել Նիկոլ Փաշինյանին։ Նաեւ իր իմ քայլը հիմնադրամի դերակատարությունն է, քանի որ փոխկապակցվածությունը, որ կար Նիկոլի եւ Աննայի եւ այդ իմ քայլը հիմնադրամի մեջ, լուրջ խնդիրներ ա ստեղծում, որտեղ իրենք հիմա օրենքներ են անցկացրել, որ լուրջ արգելքներ ա դնում նման հիմնադրամների աշխատանքի դիմաց ընտրությունների ժամանակ։ Կարծում եմ հիմա Աննային այդ իմ քայլը հիմնադրամով կողք դնելով, հանելով Նիկոլի կողքից փորձում են այդ այդպես ասած կոռուպցիայի բանը այդպեսի տպավորություն տոնել, որ կոռուպցիա չկա եւ չի օգնում, բայց բոլորս էլ գիտենք, որ այդ գումարները ամեն դեպքում վերջնաշվով անուղակի կերպով գալիս է, որտեղ է գնում, ինչպես կարող է օգտագործվել։ Հիմա այդ ցանցերը, որ ինքը ստեղծել, այդ իմ քայլը հիմնադրամի միջոցով, գումարների միջոցով կրթվել է նորաձևը անվան տակ, բնական է, որ կարծում եմ դրանք բոլոր ընտրությունների ժամանակ ակտիվանալու են, հիմա կամ որպես առանձին մեկ քաղաքական ուժ, կամ հիմա ինչ-որ ձևաչափով փորձելու են օգնել Նիկոլին։ Այսինքն օրինակ այն կոռուպցիոն սխեմաները, որի մասին նաև դուք եք առիթ ունեցել խոսելու, ըստ էության մատնանշելով Աննա Հակոբյանի հիմնադրամը կառավարվող, այսինքն դրանից ազատվել հնարավոր չէ եւ ժամանակ կգա, յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու։ Կարծում եմ պատասխանատվություն ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ կրելու են։ Եթե հիշեք, չափազանցից մեկի ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին, եթե չեմ սխալվում, հարց տրվեց, որ իմ քայլի հիմնադրամի գործունեության մեջ դուք ուրեմն խնդիրներ տեսնում եք, եւ կարծում եմ շատ հստակ չկարողացան պատասխանել, եւ այդ հայտնի տեսահողերցն էլ, որ Աննան հրապարակեց իրենց բաժանման կապակցությամբ, այնտեղ էլ ինքն ասաց, այո, հնարավոր է որ գան իմ հետևից էլ ինձ էլ փորձեն, հնարավոր է նաեւ շոկ կազմակերպելու համար այդպիսի մի բան էլ հիմա ձևակերպեն, բայց այդ կասկածները միշտ եղել է կա եւ հույսով եմ, որ հաջորդ իշխանափոխությունից հետո որ տեղի կունենա Հայաստանում, Երևան կգա, քանի որ պիտի ժողովուրդը հասկանա, որ ինչպես են իրեն խաբել այսքան ժամանակ, ձևանալով որպես սրբեր, որոնք ոչ մի խնդիր չունեն կոռուպցիայի հետ, ինչպիսի կոռուպցիա է, ինչպիսի փողերի լվացում, չարաշահումներ ա եղել հենց այս հիմնադրամի ավանդակ, կարծում եմ ժամանակը կգա, ամեն ինչը կբացահայտվի, եւ մարդիկ պատասխան կտան դրան։ Եվ ամփոփելով մեր զրույցը, նախագահ Քոչարյանի այո վերջին ոդկասթում ինչը նաև կառանձնացնեիք, խնդրեմ։ Ես կարծում եմ ընտրությունների թեման է բավական կարևոր, հիմա կարծում եմ առաջի բաժինը, որ ինքը անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին, չափազանց կարևոր բաժին էր, իմ համար հետաքրքիր է, որովհետև հատկապես Իրանի թեման, որ ինքը բերեց այդտեղ արծարծեց, պատերազմը, որ մեր հարևանության մեջ տեղի է ունենում, այն պահվածքը, որ Հայաստանյան իշխանությունները ցուցաբերել են, կարծում եմ շատ հստակ գնահատականներ այդտեղ նախագահի կողմից տրվեց։ Ինձ համար կարևոր այն է, որ այդ գնահատականները շատ այդպես ասած ճիշտ էին, այսինքն առանց չափազանցությունների գնալու, ոչ թե այդտեղ խնդիրը դրված ասենք Իրանի իշխանությունների խնդիրը, այլ դրված էր Իրանի հիմնականում որպես մեր բարեկամ երկրի խնդիրը, որ այս պահին հիմա հայտնվել է այս խնդիրների մեջ, եւ ես կարծում եմ դա հստակորեն խոսում էր այն ձևաչափի մասին, որը ճիշտ իշխանությունը պետք է Հայաստանում կիրառեր այս պայմաններում, բայց դժբախտաբար մենք տեսել ենք բավարարվել են այսպես մի ցավակցությունով, որը վստահ եմ այդ ամբողջ ցավակցությունները նախապես ինքը հիմա իր Թրամփի հետ կամ մյուսների հետ համաձայնեցրել է, հետո է բերել հրապարակել, վստահեցնում եմ ձեզ առանց որևէ կենտրոնի հետ համաձայնեցնելու դրանք չի հրապարակել, անպայման այդ համաձայնությունները առնում է հետո է հրապարակում, բայց հիմա օրինակավոր դա համեմատեք Ալիևի պահվածքի հետ, նույնիսկ
կոնֆլիկտ առաջացավ այս ընթացքում Իրանի եւ Ադրբեջանի միջև, դրոններ գնացին, հրթիռների խնդիր առաջացավ Թուրքիայի միջև, բայց տեսնում ենք օրինակի համար Ադրբեջանը վերցնում է մի քանի ավտոբուս օժանդակություն հումանիտար, հիմա որպես խորհրդանշական, հիմա գուցե քայլ համարել, ուղարկում է դեպի Հայաստան, դեպի Իրան, որպեսզի այդպես ասած պատերազմից ուժհասներին կարողանան օգնել։ Հիմա դա այդ իրավիճակը համեմատեք այն իրավիճակի հետ, որ օրինակի համար Իրան-Հայաստան սահմանին է տիրում այս պահին, հիմա մարդիկ որ գալիս են տեսագրություններ կան, հարցազրույցներ կան, ովքեր Իրանից փորձում են այս ընթացքում գալ հիմա ժամանակավոր կերպով Հայաստան, ինչպիսի ծանր պայմաններում են անցկացնում մի քանի երկար ժամանակ մինչև կարողանան այդ սահմանը հատեն, ոչ մի հնարավորություն չկա, այդտեղ ամենատարրական հնարավորությունները չկար։ Հիմա կարիք չկար ավտոբուսներ ուղարկեին Իրան, հավանաբար Իրանը դրանց կարիքը չուներ, բայց կարող էին, ասենք, առնվազն այդ սահմանի գլխին հնարավորությունները ստեղծեին, որպեսզի ավելի արագացված կերպով այդ անցումները տեղի ունենան, կամ մարդիկ եթե այդտեղ մնում էին, կարողանային այդպես լավ պայմաններում գոնե մի քանի ժամ մնային, մինչև կարողանային անցնեն, դժգոհանքները չլինեին։ Բայց ասում եմ, հայեմատությունը շատ հստակ է այս մարդկանց, որ ընդհանրապես ոչ մի ուշադրության կենտրոնում չունեն այս հարցը, այն տարբերությունը, որ ունեն, ասենք, Իրանի համայնքի կապակցությամբ, հիմա ինչ որտեղ ինչ որ բան էր տեղի ունենում, անմիջապես իրենք հետևում էին, Սպիրկի գործերի անձնակատարն էր փորձում տեղեկություններ փոխանցել։ Հիմնականում տեղեկությունները, որ գալիս են ցակուցերի օրինակ, որ կարողանում են սահմանատել, այնտեղից ենք մենք տեղեկությունները ստանում։ Սա խոսում է այս իշխանությունների անգործության մասին, որ ընդհանրապես իրենց համար կարևոր չի։ Նույն պահին, երբ ասենք պատերազմը ծագում, Նիկոլ ավտոբուսի մեջ նստած կուկուռուզա ուտում, ես չգիտեմ, պերաշկի ուտում։ Հիմա ասում եմ մենք միշտ գերատեսչական հանձնաժողով էին կյանքի կոչում, բայց դա չի արդարացնում իր պահվածքը, քանի որ նույնիսկ եթե այդ հանձնաժողովը ամիսներ առաջվանից կյանքի է կոչվել տեղի ունեցել, պատերազմի դուրը եթե գայիս է, դուք արդեն պետք է սենյակում նստած լինես, այդ զեկույցները տեղի վրա պետք է գա քեզ հանձնի, ոչ թե հաջորդ օրը անվտանգության նիստ գումարես, հետո տեսես դե լավ նախորդ ու ինչ որ եղավ, հետո մենք դրա մասին մտածենք, քանի որ ուղղակի մեր հարևանության մեջ է այն ամեն ինչը որ տեղի ունենում, շատ լուրջ կասկածներ կան, որ առաջիկա օրերում ավելի ես կարծում եմ սրվելու է իրավիճակը եւ դրանից պատճառ մեր Հայաստանը անմասն չի մնալ։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ Ես եմ համաձայնեցիք այս շնորհակալ, ես զրույցին։ եմ շնորհակալ։